Վայո Ժորժ ջան, ոնց եք, ես այսօր ավելի լավ եմ, քան անցած 2 օրը, գիտեք, որ երբ որ մի քիչ լավ չեմ զգում, գործում եմ համացանցից, կապված առողջությանս հետ, ունենք 2 հատ թեմա, վերջի անցած օրերը Կիրակի օրն էր տեղի ունեցել եւ ոնց որ մի հատ շաբաթ ուրբաթ վարչապետի հետ տեղի ունեցած դեպքը եկեղեցում եւ ազգային ժողովի նախագահի հետ տեղի ունեցած դեպքը, ես դրա մասին ուզում եմ մեկնաբանություն թողնել, ունեմ եւ դրա իրավունքը եւ ունեմ որոշակի պարտականություն իմ հետևորդների առաջ քաղաքական անցուդարձի հանրային հասարակական թեմաների մասին մեկնաբանություն տալ, որովհետեւ իմ ընկերները, իմ հետևորդները 1000 տարվա այսպես ասած սպասում են։ Ես գիտեմ որ սպասում են։ Այսի հələ մի հատ ցույց տամ ձեզ, նվեր եմ ստացել Արտաշատից։ Վաչիկի կողմից մի լավ եղբայր է, sense գլխի տակ դնելու համար էլ չէ, ուղղակի նայելու համար է։ Sense գրկել եմ խոսում ենք։ Ուրեմն Ժորժ ջան, առաջի իմ եթերը չի եւ առաջի անգամ չի, որ ես անդրադառնում եմ պատմության, փուլերի, պատմական իրավիճակների, անդրադառնում ենք տարբեր ժամանակների թագավորների, նախագահների, վարչապետների գործունեության, պատմությունում եղած դեպքերի մասին եւ միշտ մի բան ասել եմ, շատ անգամ եմ ասել, ուզում եմ նորից կրկնել։ Եթե քո երկրի առաջնորդը պատերազմի ընթացքում ինքն է եղել երկրի առաջնորդ եւ պարտվել է, դա ոչ մի քաղաքացու իրավունք չի տալիս, որ այդ ղեկավարի, վարչապետ թե նախագահ թե թագավոր իր ուղղությամբ անշնորհք հայհոյանք անեց բան օգտագործել։ Հանրային տիրույթում առնվազն ձեր տանը դուք կարող եք օգտագործել, բայց լավ իմացեք, եթե դուք այդ բառերը օգտագործում եք հայհոյանքը, ատելության խոսքը, դա մնում է ձեր տան 4 պատերի արանքը։ Դուք ուզում եք ձեր տունը պղտորվի, ատելության մեջ մնա։ Դուք ուզում եք ձեր տան պատերը հայհոյանքի հոտը զգա, անեցքի հոտը զգա։ Դուք զգում եք այդ էներգիան, այդ բացասական էներգիան, որ մնում է կամ ձեր տան պատերի ներսում, կամ ձեր մեջն է, կամ եթե սփռում եք համացանցով, համացանցն եք պղտորում, համացանցն եք լցնում ատելությամբ։ Ժորժ ջան, ձեզ ով է ասել, որ որևէ քաղաքացի իրավունք ունի պարտված իր վարչապետին հայհոյի հանրային տեղեր, կամ խոսքերը ձեռ բարձրացնի։ Այ Փաշինյանին չընտրելու ամենակարևոր պատճառը, որ Փաշինյանին պետք է գնաց դեմ ձայն տաս, հենց էս է, որ ինքը, ես ունեմ շատ մեծ դժգոհություն, որովհետև ինքը ժամանակավոր է, բայց պետությունս մշտական է։ Իսկ վարչապետը ներկայացնում է պետությունը։ Ես չեմ ուզում, որ իմ պետություն ներկայացնող ղեկավարը թույլ տա, որ այսպիսի գործողություններ շարունակվի։ Սա պետք է ոչ թե տույժ տուգանքով ավարտվի։ Սա պետք է երկար ցմմա ազատազրկում, ով որ երկրի առաջի դեմքին, չգիտեմ, պետական բարձր պաշտոնյաների ուղղությամբ թույլ կտա հանրային տիրույթում հայհոյանք կամ հրապարակային խոսքում ատելության խոսք։ Ձեր տան պատերի ներսում ինչ ուզում եք ասեք, որովհետև եթե ինչ ասում եք, մնում է ձեր պատերի ներսում, չնայած նաև որ համացանցում սփռում եք, դա ընդհանրապես պղտորում եք, կեղտոտում եք հանրային կյանքը, բայց ոչ վարչապետին է դա կպնում, ոչ նախագահին, կպնում է իր ընտրողին, կպնում է պետականամետ մարդկանց, ես պետականամետ մարդ եմ եւ իմ պետության ղեկավարությանը, ոչ նախկինի, ոչ ներկայի, ոչ էլ ապագայում, ես չէի ուզենա, որ այսպիսի խոսույթով դիմեն։ Մի փորձեք, ասեք դե պարտված վարչապետ է կամ ծախել է, դավաճանել է, դրա համար sense Ժորժ ջան, պարտությունը բազմաթիվ հիմք պատճառներ ունի եւ մեր պատմությունը այս 30 տարվա անկախ Հայաստանը որ ԽՍՀՄ-ից անկախացել է, այնքան սալներ, մեղքեր, այնքան սխալ ընդհանուր համակարգ ձևավորվել, որ եկել է թուլացած մի կարգավիճակ, բանակը համարժեք չի զինվել ժամանակակից զենքերով եւ եկել է պարտություն։ Հիմա եթե խելք ունենք, ոչ թե անես պետքա տանք, այլ պետքա մեր սխալները շտկենք, պետքա կարգավորենք, ոդիկանգնենք պետությունը։ Անես քեզ տալիս ինչ օգուտ է ստանում։ Չես ուզում էլ ինքը։ Հունիսի 7-ը քիչ է մնացել։ Կգնաս իրան դեմ կընտրես։ Էդ ինչ ձև արա, Ժորժ ջան, չի կարելի, չէ։ Ձեր բարձրացնել, դա հələ ամենավատը գիտեք որն է։ Գիտեք որտեղ է դեպքը տեղի ունենում։ Մի վայրը, որը բոլորը ասում են սրբություն է, եւ Նիկոլին պետքա հեռացնենք, որտեղ այդ սրբությանը դեմ է ինքը հելել։ Այդ դուք հասկանում եք ինչքան է հակասում ձեր պարվածքը, ձեր խոսքն ու ձեր գործը։ Ոնց կարելի է Փաշինյանին ասում եք ինքը հակա եկեղեցական է, այդ մարդը գնում է եկեղեցի պատարակ։ Դուք եկեղեցական եք, բայց նույն սրբավայրում եկեղեցու ներսում դուք պահում եք ձեզ այնպես, ինչպես որ չի թույլատրել ոչ Հիսուս Քրիստոսը, ոչ այսօրվա թեկուզ քաղաքականապես ակտիվ
եկեղեցականները, հոգևորականները, նույնիսկ չնայած իրան քաղաքական գործիչներ են դարձել, իրանց քաղաքական դաշտում են լավ զգում։ Այդ մարդիկ նույնիսկ դեմ են ձեր պահվածքին, ես ինչ եք անում դուք։ Դուք դարձաք ավելի աստվածավախ, դուք ավելի աստվածասեր եւ ավելի քրիստոնյա դարձաք, որ եկեղեցում ձեզ այդպես պահեցիք։ Ոսկի մեկնաբանություն եմ տեսնում, որոնց հասկանում ես, ասում եմ, չեմ հիշում, դեպուտատ էր ոնց որ, ասում եմ, բարոն էլ չասում, չէ։ Նիկոլ, դու գիտես, որ քեզ չի սիրում ժողովուրդը ու գնում ես եկեղեցի, բայց ու գնում եք նորից ընտրեք այդ դեպուտատին։ Էդի օրինակ միտքա որ արվոց ժողովուրդը այդ մի հոգինա որ եկեղեցու պրովոկացիա արեց, ոսկի այդ ժողովրդի մի մասնիկ է եւ կարա հասարակության մի շերտ էլի Փաշինյանին չսիրի ատի, բայց ի տարբերություն այդ մի անձի իրան չսիրող, իրան ատող հասարակության շերտի ներկայացուցիչները մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները գոնե զսպվածություն են ցուցաբերում, երբ որ գտնվում են Աստծո տանը։ Իսկ ով որ զսպվածություն չի ցուցաբերել Աստծո տանը, նա չի կարող Աստծո զավակ կոչվել։ Թող Աստված քեզ ների, թող Աստված ինձ ների, որ ես այսօր սրա մասին խոսում եմ, միգուցե մեղք եմ գործում, բայց ես վստահ եմ, որ իմ խոսքը պետքա գոնե ձեզանից հետո հաջորդ սերունդներին օգուտ տա։ Միշտ ասել եմ, եթե այս մի սերունդի մեջ դախերը շատ են, խոսքս չեն ընդունում, հաջորդ սերունդը հաստատ կօգտվի իմ խոսքերից, որովհետև դա պահելաձև չի։ Հերիքա խաբեք, որ դուք հավատացյալ եք, հերիքա խաբեք, որ դուք քրիստոնյա եք, եւ աշխարհով մեկ բաժակ բարձրացնեն, խոսեք, որ Հայաստանը առաջի քրիստոնեությունը պետական կորոն ընդունող ժողովուրդն է։ Լավ, դուք ինչ կապ ունեք այդ ժողովրդի հետ։ Դուք լուսավոր չի տեսել եք։ Դուք Տրթատ երրորդի օրոք էր, չէ՞, ոնց որ Տրթատ թագավորի ժամանակներ քրիստոնեություն ընդունեցին։ Դու այդ օրվանը չես, դու արդեն անցել է 1700 տարի առաջ, եւ ես մի բան ասեմ, էլի ձեզ ծառն էլ է փոխվում իր պտտղի հատկությունով, կենթանիներն էլ են փոխվում, մարդու գենն էլ է փոխվում, ել չեմ ասում երեխու մտածելակերպի ծնողին է, չի, երեխու դաստիարակությունը նույնը չի, ելում ծնողի կամ պապիկի փոխվում է, տարբերվում է։ Հիմա ինչ ես գլուխ գովում, որ դու քրիստոնյա ես կամ գլուխ գովում, որ դու 1700 տարվա պատմությունն ես եկեղեցու։ Բա քո պահվածքը ինչի է նման։ Հարգելի երիտասարդ, դու, չգիտեմ, դիվահարված ես եկեղեցում այդպես քեզ պահեցի, թե քաղաքականապես ատելությամբ լցված ես դրա համար չդիմացար ասես իրեսի։ Խի հարմար առիթ չկար հանրապետության հրապարակ, փողոցներ ու վակայլում, գյուղեր քաղաքներ ա գնում մարդկանց հանդիպի քարոզարշավա վերջի վերջո։ Միակ հարմար տեղը որ դու գնայր էդի ցույց տայր քեզ։ Լավ էլի։ Հարգելի հայրենակից, էդի ձեր չի։ Գնացեք մտածեք ձեր արածի համար եւ իսկ իրապես Աստծուն հավատող հոգևորականի եկեղեցու մարդուց հարցրեք ձեր պահվածքը թող ինքը գնահատական տա։ Իմ խոսքերը զրո ձեր համար մի ընդունեք հաշվեք, գնացեք ասեք հոգևոր հայր, Տեր հայր։ Արդյոք ճիշտ է քաղաքական գործչի գործնեության սխալ գործողության թեկուզ վատ քայլերի համար, վատ որոշումների համար կոնկրետ եկեղեցում իրան կապնենք։ Ես չեմ հավատում, որ Աստծուն հավատող եւ իրապես եկեղեցականը հոգևոր մարդը ձեզ կողջունի, ձեր պահվածքը կողջունի։ Դարձի արեք, խելքի հաշեցեք, ինչքան դուք եք ատում Նիկոլ Փաշինյանին, հարգելի եղբայր, ձեզանից բեթարել ատող կա Ռոբերտ Քոչարյանին, բա ինչու Նիկոլ Փաշինյանի աջակիցը չի գնում եկեղեցում այսպիսի գործողություններ անան Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Կրկնում եմ նորից խոսքս, ինչքան դու ես ատում Նիկոլ Փաշինյանին, դրա կարող է հələ կրկնակի չափ ատում են Ռոբերտ Քոչարյանին, բայց այստեղ դուք գիտեք ինչ արեցիք։ Դուք եթե երկրպագում եք Ռոբերտ Քոչարյանին կամ որևէ այլ ռուսամետ ուժի կամ ընդհանրապես քաղաքականության մեջ ինչ որ ուժի համակրում եք, դուք լավ կլինի թաքնվեք այլ ցույց չտաք, որ դուք ինչ որ ուժի համակրում եք, որովհետև դուք ռեյտինգը կցիք լրիվ գետնին։ Փոշիացրիք տվյալ ուժի ռեյտինգը, որովհետև դա քաղաքական հայացքներ, քաղաքական պատկերացումներ, քաղաքական ինչ որ ուղղվածություն ունեցող մարդու համար բացասական է։ Դուք ես թույլ տվեցիք, որ վաղը Նիկոլ Փաշինյանի աջակիցը ասի, որ ինքը քեզանից առավել է։ Ես եւ հաստատում եմ, Նիկոլ Փաշինյանի աջակիցը քեզանից առավել է, որտեղ ինքը գոնե գիտի, որ Ռոբերտ Քոչարյանին կարա քննադատի Facebook-ում, կարա փողոցում հանդիպելուց գնա ասի դժգոհ եմ քեզանից եւ ինչ որ դժգոհություններ հայտնի, չէ, բայց մի բան լավ գիտի, որ եկեղեցին ոչ Նիկոլ Փաշինյանինն է, ոչ Ռոբերտ Քոչարյանինն է, ոչ այսօրվա օրինակ Տերտերինն է։ Եկեղեցին դա Աստծո տունն է, դա համայն հայության տունն է, որ կարող են գան տարբեր քաղաքական հայացքներով մտնեն, աղոտ քնչեցնեն, ինչ որ խնդրանք ունենան Աստծուց։ Գնացել ես Աստծուն բան խնդրես, թե գնացես Նիկոլին բան ասես, լավ էլի եղբայր ջան, չի կարելի։ Այնպես որ ինչքան ատում եք դուք Նիկոլին, մի այդքան էլ ատում են Քոչարյանին։ Դե արեք իրար
հետապնդենք եկեղեցում ու մտնի եկեղեցի Մոնվարի գնանք հետևից մի բան ասենք թե դուք արխային եք որ Ռոբերտ Քոչարյանը եկեղեցի չի գնում ոչ մեկ չի կարող բան ասի չգիտեմ ես չեմ տեսել հայտնի տես տեսանյութեր չկա որ Ռոբերտ Քոչարյանը գնում է եկեղեցի որ ասեմ գնում կամ չի գնում բայց Քոչարյանին էլ է շատ ատում եւ չի կարելի այս նախ առաջինը ես դեմ եմ որ ատում են թե Քոչարյանին թե Նիկոլ Փաշինյանին եթե Նիկոլի հանդեպատելությունը սկսվել է 20 թվին հասարակ ժողովրդի մեջ Արցախի կորստի մասով բայց եթե ինձ լսեիք ես շատ բաների ներկայացնում եմ 4 տարվա մեջ եւ այդ 4 տարվա առաջվա խոսքս այսօր անալիզ կանեիք եւ կհամոզվեիք որ իմ ասածը այսպես ասած ստապ մարդու գնահատական առնվածը Էլ չեմ ասում, սա պատմական, սա փաստերով, սա իրավական հիմքերով տված գնահատականներ է։ Դե չեք նայել, խնդրել եմ բազմիցս որ ատելությունը հանեք ձեր մեջից, չեք լսել, այսօրն եք ընկել։ Այս նույն մասով կարճ ասեմ Ալեն Սիմոնյանի հանդեպ պահվածքը վառելիվում էր, որ սպասում էին իրան, որ մի քիչ էլ տեսախցիկներից հեռու իրանք իրանց խոսքը ասեն եւ փոխադարձ ստանան։ Ես չեմ հավատում, որ Ալեն Սիմոնյանը կամ որևէ քաղաքական գործիչ Փողոցով քայլելուց sense մարդ հատենը, ասում է ես քո մերը։ Հավատում եք տենց բան։ Ոսկես գժերը խապես գժերը չեն հավատա։ Լուրջ մարդիկ կարող sense բան մտածեն, որտեղ ընդ ինչ որ լրագրող նկարահանող աղջիկ բան ասում է, առաջինը Ալեն Սիմոնյանն է, հայհոյել իրան բան։ Դե ինչ է ինքը առաջինը որ հասել է տել լսել է այդ խոսքը, թե դիմացից իրան հայհոյել են, թե չէ, դե ինքը չի տեսել։ Ինչպես որ չեն տեսել Արցախը ազնելուց, Նիկոլն ա եղել վարչապետ։ Всё, եթե Նիկոլն ա վարչապետը, Էլ չեմ ուզում իմանամ թե ով է մեղավոր, ինչքանով են մեղավոր, ինչ են արել, ինչ չեն արել։ Հիմա տվյալ լրագրողի, չգիտեմ եւ վկա մարդիկ են։ Ասում եմ մենք տեսանք որ Ալեն Սիմոնյանը հայհոյեց քաղաքացուն։ Գներեք, ես չեմ տեսել մի ժամանակ կամ աշխարհի ոչ որ երկրի որևէ բարձր պաշտոնյա մայրաքաղաքով քայլելուց կամ իրաց բնակավարով քայլելուց sense աչքը ընկնի մի հատ երիտասարդ շուբը հակած խոսքի շուբը դուրը չգա ասի ես քո տիրում մերը Այս բան ո՞նց կարող է լինի, ինչ հեքիաթ պատմում։ Հաստատ մի բան հայհոյանք տվել է, չէ՞ որ ստացել է։ Ու չի կարա, նորից ես իմ վրա եմ ասում։ Ես մարդու մեր հեր չեմ քրվում, միջին որ իրանք իմ ինքնասիրությանը չեն կապնում։ Դե հետո երթեն վատ են ուզում, բան, Գևորգ, իմ մաման քեզ բան չի ասել, դու իմ արա մորդ էլ, հորդ էլ, այ համբա դու, ես իմ հանգիստ տեղը նստած կամ քաղաքական վերլուծություն, մեկնաբանություն եմ անում, դու իմ ինքնասիրությանն ես կապնում։ Քեզ ով է խաբել, որ քո սրբությունը իմ ինքնասիրությունից բարձր է։ Բայց չեմ ասի թքեմ վրետել, հալա թքեմ քո սրբությունների վրա, եթե դու ես եմ որևէ մեկի սրբություն, իմ երեխու սրբությունն եմ, իմ ծնողի սրբությունն եմ, իմ հարազատների համար ես սիրելի եմ, իմ բարեկամների, վերջապես իմ հետևորդների համար էլ հարգանք ունեմ, ինչ որ չափով սեր ունեմ, այն մարդկանց էլ չի դուր գալիս, որ որևէ լպրծուն մտնում այն մեկնաբանությունները բաժնում ինձ հայհոյան կրում։ Հա ոչ չի դրա սրբությունները ես տեղը դնեմ։ Հիմա ուզում եք ասեք Ալեն Սիմոնյանին, եթե խոսքի 3 տարանոց մի քֆուր են արել, ինքն էլ պետք է ասե, այդ 3 տարանոցը դու Էներասի չէ դու կամ մանկա պարտեզան 3 տարանոց քֆուր կլինի 2 տարանոց քֆուր ես հորդորում եմ համայն հայությանը ովքեր ձեզ ուղակի հայհոյում են կռիվի մեջ ուրիշ բանա պետք չի կարող է տղամարդիկ են կռիվ անեն կռիվի մեջ ես քո sense դու իմին sense ըլի դրա համար պետք չի դաշը տվար բայց եթե դու ինչ որ մեկին բան չես ասում ու վդրու քո վրա քֆուր են անում ես ձեզ ասում եմ արխայի խլեշ արեք այդ մարդին որովհետև այդ մարդը բացի նրանից որ ինքնասիրություն չունի նա սրբություն էլ չունի Եթե սրբություն չունի այդ մարդու համար դուք օրինակ լեզուտ օրինակ պատ չգա խլեշանես սիրտը թողանա ես խլեշ եմ անում սիրտը սովածնում փորձի մեկը իմ քաղաքական մեկնաբանությունների համար ինձ կֆուր տա բայց թույլատրում եմ ով ուզում է թող ամենախիստ ձևի ինձ քննադատի թող ամենախիստ ձևի հակադարձի ասի Գևորգի միտքը ինչ ընդհանրապես կարա գիտեք շատ կոշտել ասեն անհեթեթություն է Լրիվ անտեղյակ ես քաղաքականությունից, լրիվ անտեղյակ ես իրականությունից։ Արա քննադատ եք, բայց ձեզ ով է թույլ տվել։ Ինձ մի փոքր քֆուր տակ։ Նույնն է, որտեղ եք տեսել, որ երկրի բարձր պաշտոնյա կամ հանրային ճանաչելիությունով մարդիկ պետք է ասեն, դե մենք գիտեք, ի պաշտոն ենք, պետք է սենց արած գնանք։ Այդտենց արած գնացների ժամանակ դուք չեք կարող նայել լեզուն ձեր ընդհանրապես անեիք բերանից։ Որտեղ հենց այդտենց գնացողների կողքի ախրանիկները ձեր գոլողը կջարդեին տեղում։ Նույնիսկ մահվան թուղթեր չեն սարքի, որտեղ ձեր դիակը կարող չգտնեն որտեղ է։ Հասկացաք։ Մի հասցրեք, մի վերադարձրեք նախկին բարդքերը, նախկին ենթամշակույթները։ Մի հասցրեք դրան։ Այս ինչ որ ձեր կա բերվել։ Սա արդեն ձեր համար շատ է, չափազանց է, որտեղ դուք ժողովրդավարությունը շփոթել եք լկտիության հետ։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակել է զոհեր եղել, խաբար ունեք։ Դե ի՞նչ կապ ունի, որ ինքնեսկի ոչ մի օպերացիայի չի մասնակցել ռազմական։ Ընդ ուրիշ մարդիկ են ռազմական օպերացիան մշակում ուրիշ տղերք էին ընդհանրապես կռիվ գնում
պատերազմը հաղթել են, բայց հաղթել են ժամանակավոր եղել, չի ամրագրել այդ հաղթանակը։ Դուք այդ հիմա ես որ ասում եմ չի կարելի եւ Ռոբերտ Քոչարյան հայրանք տալ։ Այդ կաղա գիտեք ես միակողմանի եմ վերլուծում։ Չի կարելի իսկապես Ռոբերտ Քոչարյանը եղել է մեր երկրի վարչապետը։ Ես գիտեմ որ ավոր դժգոհություններ ունեն ժողովուրդը իր հանդեպ։ Եվ ես էլ ունեմ դժգոհություն։ Կոնկրետ Արցախի կորուստի հարցը ես ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Սերժ Սարգսյան, ոչ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ մեղադրում ինչքան որ նույն Ռոբերտ Քոչարյան, ով որ ինքը իր երիտասարդ տարիները կամ իր այդ արյան ուժեղ շրջանառությունը, իր սպորտային կարգավիճակը եւ իր քաղաքական տես ծանոթությունը Պուտինի հետ իրան դες Աչքերը կուրացրել է, չի տեսել, որ չի կարելի ընդհանրապես Արցախը բանակցությունների սեղանից հանել, որտեղ սուբյեկտից վեր է ստացել օբյեկտի։ Իսկ օբյեկտի շուրջ ոչ թե օբյեկտի շուրջ բանակցում են։ Իսկ սուբյեկտը ինքն է բանակցում, ինքն է խոսում իր կարգավիճակի մասին։ Եվ դիվանագիտական բազմաթիվ սխալներ։ Այդքանից հետո եւ քննադատում եմ եւ ասում եմ, երբ չի թույլատրվում հրապարակային հանրային տեղերում հայհոյան կատելության խոսք կամ դժգոհությունները հայտնել, ուղղությամբ ուզում եք հայտնել։ Ես ուզում եմ մենք հասկանանք, որ ինչա կոչվում պետական ինստիտուտ։ Մենք պետք է գնահատենք պետականության հասկացողությունը։ Դուք դրանով գիտեք ինչ եք մի հատ բան ապացուցում։ Սիրելի, ոչ սիրելի, այդքան էլ չեմ կարող վատ բառ ասեմ, բայց դուք ձեր պահվածքը մի բանի մասին է հիմնականում պատմում։ Բոլորը տեղյակ եք պատմությունից, որ Հայաստանը ձեռք է բերել եւ ինքնուրույն պետություն կամ կիսաանկախ պետություն եւ եղել է երկար տարիներ տարբեր ազգերի լծի տակ։ Եղել է Բյուզանդիայի տակ, եղել է արաբների տակ, եղել է մոնղոլների տակ, եղել է պարսիկների տակ, վերջերս ռուսների տակ, ձեր արյան մեջ եկել է այդ տակ լինել։ Այսինքն դուք այնքան ճղճիմ եք, որ դուք այսօր չեք գնահատում պետականության արժեքը եւ ձեզ ձգում է էլի ինչ որ մեկի լծի տակալնելը։ Իմ փայում օբսուտասի թող գիշերը քնի առավոտ չհելնի։ Այսօր դուք տենում եք երիտասարդներ կան ռուսի երկը սազ զդարած նվագում են։ Այն ի՞նչ է խոսում դրա։ Այդ ինչի մասին է խոսում։ Ոսկե հասկացանք Դաշնակցություն, շահ, ոսկի համագործակցություն, ռազմական դաշնակցություն, sense չէ։ Ես հասկացան կարաս պատկերացնես ռուսի հետ, բայց դու ստլուկ ես համարես Պուտինին պապա ասես քո երկրի վարչապետին էլ ամենավերի խոսքերը դու գիտես դրանով լավ տղա ես դառնում։ Ես ձեզ նորից ասում եմ, հիմնականում, ես որ ասում եմ, սա բոլոր ինչի, բայց հիմնականում պատմում է ձեր գենետիկայի մասին, որտեղ ձեր պապերն էլ եղել է դեպքեր, որ թակավորին ծախել են Թուրքի տակ մտնելու համար, բյուզանդացու տակ մտնելու համար։ Հիմա դուք էլի նույն գործով ելեք ձեր արունը չի կարա պետականություն հասկացողությունը տանի։ Ալերգիա ունի, պետականությունից ալերգիա ունի։ Դու ոնց ես պատկերացնում անկախ Հայաստանի Հանրապետություն, եթե դու ԽՍՀՄ ես վերջի անգամ պապդ պատմել է ԽՍՀՄ-ից։ Վերջերս գիտենք առաջի երկրորդ նախագահները մերձ կապ ունեին Ռուսաստանի հետ եւ գույք պարտքի դիմաց էլ ինչ ասես տվեցին, իբր թե Արցախի անվտանգություն, անկախություն պաշտպանելու համար, այսօր անկախ չկա։ Եկամ միամիտ եք, ասում եք аэроպորտում չի դիմավորել Փաշինյանը, դրա համար Ղարաբաղը տվավ։ Դրանով գցում եք մեղքը Ռուսաստանի վրա, հետո որ ասում ես ռուսը տվել, ասում չէ, ռուս չտվել, Նիկոլն է տվել։ Հիմա կողնորոշվեք, аэроպորտում չի դիմավորել Պուտինը Ղարաբաղը տվավ Ադրբեջանին, թե Նիկոլն է Ղարաբաղը տվել, ոնց ենք ուզում էլի, օրինակ ճշմարտությանը նայենք, քիչ եք ուզում իրականությանը նայեք։ Եվ էս էլ ինչ է պատում, ինչի մասին է պատում։ Ղարաբաղի կորուստի հարցը, որ ձեր նախկին ղեկավարները, երբ որ պետական կարևոր ռազմավարական նշանակության օբյեկտներ էին հանձնում Ռուսաստան, իբր թե Արցախի անվտանգության հարցում, եթե այսօր չկա Արցախ, փաստորեն դարձել է անիմաստ են տվել։ Փաստորեն դարձել է ռուսը գցել է ոչ միայն Նիկոլին, գցել է նաև Ռոբերտ Քոչարյանին, եւ ըստ այդմ գալիս եք այն ենթադրության, որ ոչ թե ռուսը գցել է անհատի, ռուսը գցել է հայերիս, ռուսը գցել է Հայաստանին։ Եվ այդքանից հետո եթե դու ռուսի երկն ես երգում, ուրեմն դու միամիտ ես։ Կամ էլ լավ չես տիրապետում իրավիճակին։ Արի մի քիչ էլ հայ երկը երկի եւ հայ ուժեղ լինելը դա չի նշանակում որ դու ռուսի հետ պիտի տենաս։ Հայ ուժեղ լինել պետք է լինի բոլոր պետությունների հետ հարաբերությունների նորմալ կարգավորում։ Սա փոքր պետություն քիչ ժողովուրդ, ծնելիությունը կանգնած, ամուսնությունը կանգնած, չգիտեմ բազմաթիվ խնդիրներ։ Այդ դուք մի խափվեք է մատա թափ տալիս Ադրբեջանը, արևմտյան Հայաստանը, արևմտյան Ադրբեջանը ասում 300,000 թուրք վեր։ Ալա ուժ ունի ասում, որտեղ գիտեք ինչի է։ Ինքը 6 միլիոնից 7 միլիոնից դարձել է 12 միլիոն, դու էլ 3 միլիոնից իջել ես իջնում ես հələ։ Կամ Թուրքիայի հետ խես դուք ես հայամատում։ Թուրքիան շատ բան է ասում։ Ուզում ես Թուրքիան, օրինակ 30 տարվա մեջ Թուրքիան այդքան փոխվի, պրինցիպի դու էլ փոխվես, բայց դեպի մինուս անսահմանություն, իրանք էլ քանի միլիոնով ավելացել են։ Թուրքիան էլ 30 տարի առաջվա Թուրքիան չի։ Արդեն մեծ ազդեցություն ունեցող տարածաշրջանում Ամերիկայի հետ էլ Եվրոպայի հետ էլ մեկ-մեկ մատ թափտալով է խոսում դե շոպլիկությունը այդ մտնկությունը բանը իրանց դիվանագիտության դա անբաժանելի մասն է մենք էդ էլ չսովորեցինք երբ որ պետքա հանուն պետության հանուն ազգի Նիկոլը մի քիչ բանում լավ է տեսեք գնում է Թրամփի որտեղ տեսնում է գնում է թևանցուկանում գնում է մի բան խոսում գիտեք դա լավ է դիվանագիտությունը դրա մեջ է կայանա
Ոչ թե այդ հաղթած ենք ինձ շորտին, sense քայլենք ժողովրդին ցույց տանք, որ մենք հաղթացի փախոտկով ենք քայլում, էլի։ Տենց։ Բայց հետո հաղթածը հենա, որ լրիվ հարցերը լուծումա կզզնում կլից մահանում պարտված կողմին։ Հաղթածը Ալիևն է ցույց է տալիս, թե ինչպես են կզզնում։ Հիմա այսօրվա ղեկավարությունը խեղճացած քաղաքականություն ավարում, կայգուտը իր բաղն ու բոստանն է կորցրել։ Հայաստանի մեր հայրենիքի մի մեծ հատվածն է կորցրել։ Իսկ վտանգը կախված է ամենուր, թե Սյունիքի, թե էլի տարածքների վրա, որովհետև Թուրքը ունի եւ մեկ պայմանագիր, Բաթումի պայմանագիր, որով Հայաստանը խնդիր ունի ընդհանրապես։ Քանի այսօրվա ղեկավարությունը Ալմատայի պայմանագիրն առաջ բերել եւ ամբողջ աշխարհին ներակաշելստել եւ սովետական պետություններին հետ խորհրդային պետություններին ասել է սրանով ենք առաջնորդում, հələ ուրախացեք, որովհետեւ դրանով 29743 տամանամ։ Աստված չանի մի բան փոխվի ռուսի հետ նորից թուրք ախպերությունը ուժը խոտա Կրեմլում դոկումենտներ կա Բաթումի մասին, այդ ահանելու գցի մեյտան, ինչ ես անելու, արա, էլի խոսելու ես, ասելու ես, մենք առաջի քրիստոնյան ենք, մենք Տիգրան մեծի թորներն ենք, հարցեր ենք լուծում։ Դու ում թորնես, Արշակի թորնես, Մարկոսի թորնես, Վարդանի թորնես, քո պապիկից խոսա, քո պապիկն էլ, չգիտեմ, երկար տարիների կյանք, եթե կա կամ էլ չկա գերեզմանոցում, դու խոսա քեզանից, ի պապիկից էլ մի խոսա։ Խոսա քեզանից, ինչ ես ընկել սարեր, ձորեր, դարեր։ Այն ժամանակ ուրիշ մտածելակերպ կար, այն ժամանակ պարտվող զորավարին, պարտվող ղեկավարին, այս ձեր հանրային պարսավանքի չէին ենթարկում։ Գլուխները կախ գնում էին մտնում իրաց տները եւ սկսում վերազինվելը, կարգավորել է իրանց դիրքերը, որպեսզի պաշտպանեն իրանց ընտանիքներին։ Պարտվել է, ուրեմն թուրքա, պարտվել է, ուրեմն դավաճանա, պարտվել է, ուրեմն թող գնա։ Բայց Հեյդար Ալիևը խի չի գնաց։ Հարց եմ տալիս ձեզ։ Ձեզով ասել պետքա պարտված ղեկավարը անպայման գնա։ Եթե ընդդեմ պարտության հիմքերում այլ պատճառներ կա, լիքը պատճառներ, եթե գցենք դատարանով շատ հարցեր կպարզվի։ Ուղղակի քանի որ այսօրվա իշխանություններ ունի մեղքի չափաբաժին եւ ինքներ ունի վախեր, որ այդ ամեն ինչը դատական process։ Բռնել հələ քննիչ հանձնաժողովի է 16 թվի, 23 թվի, 20 թվի պատերազմների, բռնել փակել ժողովրդին ցույց չեն տալիս։ Ինչ չեն ցույց տալիս, որովհետեւ իրանք են ունեն մեղքի չափաբաժին, որ կպնեն Քոչարյանին, Քոչարյանն էլ ունի կպնելու տեղ իրանց կպնեն Սերժին, Սերժն էլ ունի իրանց կպնելու։ Այնպես որ ասելա, դավայ մենք մեր մեջ էդի թաղենք այդ պատմությունները, այդ ամեն ինչը։ Նորեջի սկսենք, հիմա սկսենք ֆուտբոլի նման, մենք մտնենք դաշտը, բան ժողովուրդն բալետ կանի, ընտրություններին էլ կպարզվի ով է անցնում։ Եվ իսկապես այս ընտրությունները եւ բոլոր ժամանակների ընտրությունները դրանք մրցույթ է, դրանք մրցաշավ, ինչպես դա ֆուտբոլն է, բարբան է, ռինգում է, այդ բոքսն է, յուրաքանչյուր ըմբշամարտն է, պիտի խապտաս, պիտի խապես։ Ուղղակի քաղաքական դաշտում խապտալը, խապկանքը ժողովրդին են անում։ Ժողովրդին խապում են Ղարաբաղին հետ բերելու, ժողովուրդը ուրախանում է գնում ձայն տալիս։ Մեկը խապում է, այսօրվա իշխանությունը ասում է, մենք ենք խաղաղություն բերող, ժողովուրդը գնում է ձայն տալիս։ Իսկ ես ասում եմ, ձեզ իրանք էլ են խապում, որ Ղարաբաղի հետ են բերելու։ Իշխանություններն էլ են խապում, որ իրանք են խաղաղություն բերողը, որովհետև չես կարող ասես Իրանի պատերազմը կարա պայթեցնի տարածաշրջանը եւ Ադրբեջանն էլ մտնի դրա մեջ, Հայաստանն էլ խառնվի, որովհետև վերջի վերջով փոքր պետություն, այսքան պետությունների արանքում մի անգամ չի եղել, պատմությունը ցույց է տվել, բայց Փաշինյանը գոնե հավասարակշռված քաղաքականություն է տանում։ Այստեղ ինքը ոչ թե խափում է, որ խաղաղություն չի լինելու, խափում է, որ իրանց ձեռն է խաղաղությունը, բայց իրականում իրանք հետ չլինեն։ Հնարավոր է հաջորդ ինչ որ մեկը կա, միակ ռուսամետ ուժերից բացի, եթե ինչ որ ուրիշ իշխանություն էլ ձևավորվի, խաղաղությունը պահպանվելու է առայժմ, մինչև այն պահ, որ գերտերությունները կամ տարածաշրջանի ազդեցություն ունեցող երկրները ուժը երկրները չկողվեն, բան չանեն էլի, չմտնեն ըմբշամարտի մեջ, այսպես ասած, կողքի մեջ մտնեն, իրար դնեն կոտորեն։ Հասկանում եք, այս պահին առնվազն փոքրում է նեյտրալիտետը պահի, իր պերաշկի ուտելով, իր գուլատներով, քաղաքով, զբոսանքներով նկատի ունեմ, դա մեկուսացնում է, երբ որ տալպան կռվի մեջ է, ես կողքով անց եմ կենում պերաշկի ուտելով, ինձ ոչ խփում են, ոչ էլ ես եմ խփում։ Դա ճիշտ ձև է ընտրած։ Մերոք բողոքում են, ասում են, արա, Պարսկաստան կռիվա Նիկոլը պերաշկի է ուտում, ժողովուրդ ջան, տեսեք ինչ եմ ասում։ Եթե պերաշկի չուտի, մի հատ զենք վերցնի մտնի Իրան, ի՞նչ է շահելու Հայաստանը։ Կամ թե որ Հայաստանը կռվի մեջ էր, Իրանը պերաշկի չէր ուտում, Իրանը գալիս էր ստե բանանում, մեր հետ մասնակցում կռվի որ տանի տարածաշրջանը իր տարածք։ Լավ, չխորանամ խորը քաղաքականության մեջ, ինձ պետք էր առաջի հերթին մենք սկսենք իրար հանդեպ հարգալից խոսալ։ Չենք սիրում, չենք ընդունում այդ վարչապետին, ընտրությունների քիչ մնացել, գնացեք ընդդեմ իրան։ Գնացեք ընտրեք մեկ ուրիշի։ Իսկ ավելի ճիշտ լավ կլինի ընտրեք ռուսական ուժերին, որովհետև Ուկրաինայում պատերազմը թեժ է, իսկ ընդ հայ կարիքը զգացում, ինչպես 40-ական թվականների երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ուժի եւ հայ արյան հաշվին ԽՍՀՄ հաղթեց։ Հիմա ռուսը մեր կարիքը շատ ազգում։ Գնացինք ընտրենք ռուսամետ ուժերի,
որ հարաբերությունը ավելի լավացնենք Ռուսի հետ եւ գնանք արմտակ։ Պատրաստ եք ձեր երեխաներին ուղարկեք դե։ Գնացեք ընտրեք։ Այն ռուսամետ ուժերը իրանց երեխաներին չեն ուղարկելու դե, ձեզ են ուղարկելու։ Շատ լավ այդ դրամ ուղղությամբ մտածեք։ Եթե ապացույց մանգակ, եթե ուզենաք փաստեր մանգակ, ես ձեզ կօգնեմ պատմականով ամեն ինչով ապացուցեմ, որ դուք ընտրելով ռուսամետ ուժի հայերին ուղարկելու եք ընդ։ Նույնիսկ երկրորդ ուժի իրավունք չունի ռուսամետ ուժը մտնի ազգային ժողով։ Թող մտնի 4-5 հոգով ամենափոքր խմբակցությունով։ Այնքան որ դեսպանի նման ես ներկայացուցիչ չլինի, որովհետև ես չեմ ուզում Ռուսաստանի հետ մենք հարաբերություն փչացնենք։ Չի կարելի գիշատչի հետ փորձել դեմարդեմ դուրս գալ։ Գիշատչի հետ պետք է հանգիստ լինել։ Եվ ընդհանրապես Հայաստանը պետք է տարածաշրջանի բոլոր պետությունների հետ լավ լինի։ Մեր շահերը դրանից է գալիս։ Իսկ մենք պետք է միասնական լինենք, որտեղ մեր պարակվածության արդյունքում բոլորը օգտվելու են բացի մենք։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն, առողջություն, ինչպես նաև ինչի կարիքը ես եմ զգում, արդեն գիտակցում եմ, այսքան երիտասարդ, որ առողջությունը շատ կարևոր է եւ թանկ է։